Մենք պիտի հասկանանք, որ Աստված ում ուզի, ինչպես ուզի, կօգտագործի։ Այդ մեզանից չի, այդ մենք չենք, որ Աստծու գործերը կարողանում ենք անել։ Այդ Աստված է, Սուրբ Հոգին է անում ամենը, մեր միջոցով, մեզ օգտագործելով։ Մեր հատկությունները կամ տաղանդները ու հնարավորությունները չի, այդ Աստված է, որ գործում է և անում է ամեն ինչ։ Չհպարտանանք, չպարծենանք, չկարծենք, որ դա մեզանից է, որ ինչ-որ մի բանով մենք ուժեղ ենք, կամ լավն ենք, կամ յուրահատուկ ենք։ Ոչ, Աստված կարիք չունի ոչ մեր յուրահատկության, ոչ մեր տաղանդների, Նա է մեզ ստեղծել, ինչպես որ կամեցել է, մենք Նրա ստեղծածն ենք, և Նա ամենակարող է։ Նրա առաջ մեր տաղանդները, մեր ընդունակությունները, դրանք ոչ մի բան են, մենք Նրա ստեղծածն ենք, մենք անոթ ենք ընդամենը, բայց կա մի բան, որ մեր մեջ պիտի լինի, որպեսզի Աստված մեզ օգտագործի, և դա մեր սերն է ու հավատը, մեր սիրտն է պետք Տիրոջը։ Եվ ամենատկարին, ընկածին, անարժանին, մեղավորին, թույլին, անգետին, գիտություն և իմաստություն չունեցողին էլ ամենազորն է ընտրում, մեր Տերն է ընտրում։ Ինչու՞, կհարցնեն շատերը, ինչպես որ ես էի ժամանակին անընդհատ հարցնում Տիրոջը, ինչու, մինչև որ նա ինձ մի օր պատասխանեց, որովհետև այդպես ինձ հաճելի է։ Մեր Տիրոջը հաճելի է ընտրել նրան, ում կկամենա, և օգտագործել, ինչպես որ կկամենա, փառք ամենազորին, որ բարձրացնում է ամենաընկածին, ամենացածրին։ Այդ մենք չենք, Տեր, այդ Դու ես, որ մեր միջոցով անում ես Քո գործերը։ Թող փառավորվի Քո սուրբ անունը, Տեր Աստված, օգտագործիր մեզ Քո անվան համար, Քո փառքի համար, թող ապրենք Քեզ համար ու Քեզանով, ծառայենք Քեզ ըստ Քո կամքի։ Փառք Քեզ, Տեր Աստված, շնորհակալ ենք։ Փառք Քեզ։